ազգային ժողովի հարգարժան նախագահ, արժանապատիվ հայրեր, շատ սիրելի նախարարներ և սիրելի ժողովուրդ։ Ավետարանական այսօրվա հատված ընտրել է դարձյալ Լուկաս ավետարանչից։ Երբ Հիսուս եկավ Նազարեթ, ուր նա սնվել մեծացել էր, և ըստ իր սովորության շաբաթ օրը ժողովարան մտավ, և նրան տվեցին Եսայի մարգարեի գիրքը, և նա վեր կացավ ընթերցելու, և երբ գիրքը բացեց, գտավ այնտեղը, ուր գրված է. Տիրոջ հոգին ինձ վրա է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու և կույրերին տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու, և հագելով գիրքը տվեց պաշտոնյային ու նստեց, և ժողովարանում գտնվողների բոլորի աչքերը նրա վրային սևեռված, սկսեց ասել նրանց. այսօր այս գրվածքները կատարվեցին և լսում էիք ձեր ականջներով։ Այսօրվա քարոզի մեխը կարծես այս նախադասությունն է. Տիրոջ հոգին իմ վրա է, դրա համար էլ այսօր օծեց ինձ։ Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, ավետարանը մեզ հուշում է, որ Քրիստոս, ասում է սովորության համաձայն, շաբաթ օրը մտավ ժողովարան։ Այո, ամեն շաբաթ Քրիստոս ոչ միայն տաճարում էր, այլ նաև ժողովարանում։ Ժողովարանը այնտեղն էր, որտեղ որ ուսումնասիրում էին սուրբ գրերը։ Այնտեղ ծիսական արարողակարգեր, զոհաբերություններ չէին մատուցվում։ Եվ երբ որ մտավ, ահա, ժողովարանում նրան տվեցին Եսայի մարգարեի գիրքը։ Երբ որ ասում եմ գիրք, ահա այսպիսի գիրք մի պատկերացրեք։ Այդ մի թղթի վրա գրված գրություն, որը բաժին էր ընկել Քրիստոսին, որ պիտի ընթերցի։ Եվ ահա Քրիստոս հռչակում է հետևյալը։ Քրիստոս այստեղ խոսում է որևէ մեր հոգևորի կամ հոգևորականի առաքելության մասին։ Եվ առանձին այդ առաքելությունը ձեզ համար ուզում եմ ընթերցել։ Օծեց ինձ, ասում է, և ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու։ Ուրեմն որն է եկեղեցու առաքելությունը, աղքատներին ավետարանելը, աղքատներին Աստուծո խոսքը, բանի լուրը հասցնելը։ Իսկ ովքեր են աղքատները։ Ով է աղքատը։ Ով է իրեն այստեղ աղքատ համարում։ Դե բնականաբար սիրելիներ, բոլորս գիտեն, որ աղքատը այն մարդն է, որ ինչ որ բանի կարիք ունի, ինչ որ բանի զրկված է։ Եվ այստեղ սիրելիներ մենք հարց պիտի տանք դարձյալ, ով է աղքատը։ Շատ-շատերի, երբ որ կհարցնես աղքատ ես, կասի ոչ, կհերքի, փառքի ոչ կասի ամեն բան։ Մեզանից շատերը բայց նյութապես աղքատ են։ Մեզանից շատերը հոգևորապես աղքատ են, բայց այդ աղքատության մասին չգիտեն։ Մեզանից շատերին, երբ որ հարցնես քրիստոնյա ես, հավատացյալ ես, կասի որ շատ ուժեղ քրիստոնյա եմ, շատ մեծ հավատ եմ։ Բայց եկեղեցի չի գալիս, չգիտի թե ինչ է հաղորդությունը, բայց կարող է դատել ուրիշներին։ Ահա այստեղ է ամենամեծ վտանգը սիրելիներ, որ աղքատը շատ հաճախ չգիտի, որ ինքը աղքատ է։ Եվ ահա Քրիստոս եկել է ասելու, որ ես եկել եմ, որպեսզի ավետարանը քարոզեմ աղքատներին։ Այսօր մեր ժողովուրդը հաճախ Աստծո խոսքի աղքատությամբ է լցված։ Եվ կարիքը կա, որ մենք Աստծո
հարստանանք։ Եվ Քրիստոս հենց այս առաքելությունն է շեշտում մեր կյանքում, հոգևորականներիս կյանքում։ Դարձյալ շարունակելով ասում է. եկել եմ սրտով բեկյաններին բժշկելու։ Միգուցե հարց պիտի տանք ինքներս մեզ, մենք աղքատն ենք, թե սրտով բեկյալը։ Ով է սրտով բեկյալը, սիրներ։ Սրտով բեկյալը այն մարդն է, ով որ ճանաչել է ճշմարտությունը, տեսել է ճշմարտությունը, բայց բեկվել է, շեղվել է ճշմարտությունից։ Եվ հոգևոր առումով այդ մարդը հիվանդացել է։ Տեսեք, շատ հաճախ մեր առօրյայում ասում ենք այսինչ մարդը հիվանդ է, բայց ուզում եմ ձեզ հուշել, եթե մեկը որևէ խնդիր ունի, որևէ վիրուսով է տառապում, իրեն չպիտի ասենք, որ հիվանդ է, այլ պիտի ասենք վատառողջ է, որովհետև հիվանդությունը հոգևոր վիճակ է։ Եվ ահա Քրիստոս եկել է ասելու, որ ես եկել եմ սրտով բեկվածներին, հիվանդներին բժշկելու։ Ուրեմն Քրիստոս եկել է մեզ հիվանդներից հոգևոր հիվանդության, ախտերով վարակվածներից բժշկելու եւ ասելու, որ ինձ մոտ եկեք, բոլոր նրանք, ովքեր հիվանդացած են մեղքով, եւ ես պատրաստ եմ նրանց բուժել։ Շարունակության մեջ ասում է, որ եկել են գերիներին ազատելու։ Այն մարդիկ, ովքեր որ մեղքի հիվանդության տառապում են, մեղքով հիվանդացած են, բնականաբար նաև գանված են այդ մեղքի։ Այդ մեղքի գերին են եւ չեն կարողանում հաճախ ազատագրվել իրենց մեղքերից։ Եվ հոգևոր հիվանդությունը, շարունակությունը բերում է նաև գերության ցերեր։ Իսկ գերությունը հանգեցնում է կուրության, եւ Քրիստոս այսօրվա ավետարով եկել է ասելու, որ եկել են ուրերին նաև տեսողություն տալու, որովհետև Աստված չունենալը նաև կուրության նշան է։ Տեսեք ավետարանում, երբ որ Քրիստոս բժշկեց ուրին, հարց տվեց, ասեց, տեսնում ես ինձ։ Ուրը ասաց, այո Տեր, տեսնում եմ քեզ։ Փաստորեն, երբ որ մեր հոգևոր կուրությունը վերանա, առաջինը ում որ մենք պիտի տեսնենք, Քրիստոս Աստված հենց ինքն է։ Սովորաբար, երբ որ մեկը աղքատանում է, այդ մարդու իմունիտետը ընկնում է, հաջորդ բանը, որ նրա հետ կատարվում է, այդ մարդը հիվանդանում է։ Լսել եք, չէ՞ մեր առօրյայի մեջ, ասում են այնքան հաց չկերավ, թուլացավ, որ հիվանդացել է։ Այդպես էլ հոգևոր կյանքն է, սիրելիներ, երբ որ մենք զտված ենք եկեղեցուց, երբ որ մենք հեռացած ենք սուրբ հաղորդությունից, մենք հոգևոր իմաստով հիվանդանում ենք։ Եվ այդ հիվանդությունը մեզ բերում է անկողնային վիճակի։ Շատ-շատերը լսել եք, որ որևէ մեկ հիվանդի մասին խոսելիս ասում են, գանված է իր անկողնում։ Ահա այդ անկողինը, այդ մահվան մահիճը մեզ համար սիրելիներ մեր մեղքերն են։ Եվ երբ որ մարդը երկար ժամանակ, տևական ժամանակ նաև սնունդից է զրկված, այդ մարդը այլևս լավ չի տեսնում։ Լսողությունը կորցնում է, տեսողությունը կորցնում է։ Հետևաբար այս կատարակով Քրիստոս մեզ հրավիրել է, որպեսզի մենք հարստանանք, հոգևոր գիտելիքներով հարստանանք, Աստծո խոսքի ներկայությամբ հարստանանք։ Այսօրը Քրիստոս մեզ հրավիրել է այստեղ, որ բժշկվենք մեր մեղքերից, հրաժարվենք մեր ախտերից կերներ։ Եվ վերջապես Քրիստոս այսօր մեզ հրավիրել է այստեղ, որ ազատագրվենք եւ ոչ ասենք մեղքին, որը շատ հաճախ մեղքի կապանքների ներքո է պահում, եւ շատ-շատերը այդպես էլ չեն կարողանում արձակել մեղքի կապանքների դեսրայից, եւ մի ամբողջ կյանք մնում են գերության մեջ, մեղքին գերության մեջ, եւ այդ ամենը մարդկանց հասցնում է կուրության, որ շատ հաճախ այդ մարդու հետ կխոսես Աստծուց, եւ ինքը քեզ չի նայում, այսուայն կողմ է նայում եւ սպասում է, երբ դու կվերջացնես քո խոսքը, որովհետեւ այդ մարդը այս աշխարհի վրա Աստծուն չի տեսնում։ Ուրեմն սիրելիներ, սա է Քրիստոսի ցանկությունը մեր կյանքում, իր հավատացյալ ժողովրդի կյանքում։ Եվ մենք այսօր գալով այստեղ ասում ենք հետևյալը. Տեր Աստված, վերացրու իմ աղքատությունը եւ հարստացրու ինձ քո ներկայությամբ։ Տեր Աստված, հիվանդացած եմ սատանայի գայթակղություններով եւ մեղքերով, խնդրում եմ արի եւ բժշկի իմ հիվանդությունը։ Տեր Աստված, մեղքին
գերության են մանված, արի և դու քո սուրբ խոսքով ազատագրիր ինձ, և Տեր Աստված, մթության մեջ եմ, իմ աչքերը խավարն են տեսնում միայն, և լույս ինձանից հեռացել է, արի իմ կյանք, լուսավորիր իմ կյանքը, որպեսզի այն լուսավորվի քեզանով։ Սա է Աստծո զատը իր հավատական ժողովրդից։ Թող Աստված օրհնի ձեզ ամենքից երներս, թող Աստված օրհնի Հայաստանի Հանրապետությունը, որովհետև շատ կարևոր է, որ մենք այո ունենանք պետություն և պետականություն։ Եթե մենք չունենանք պետություն և պետականություն, մենք չենք կարող ունենալ եկեղեցի։ Եվ երկրորդը պետականություն ունենալուց հետո ես խնդրում եմ, որ Աստված ամուր պահի հայ արաբելական սուրբ եկեղեցի։ Մեզ համար առաջին տեղը պետք է լինի մեր պետությունը, պետականությունը, իսկ երկրորդ տեղը մեզ համար պետք է լինի մեր եկեղեցին։ Որովհետև տեսեք, մի փոքր կարող եք քաղաքականը չէ, բայց պիտի ասեմ, Արցախը չուներ պետականություն, բայց ուներ եկեղեցիներ։ Պետականություն չունենալու հետևանքով մենք կորցրեցինք մեր եկեղեցիները և նաև այն իրավունքը, որ այնտեղ մենք Աստծուն պաշտեինք։ Դրա համար յուրաքանչյուր հայ առաջին տեղում պիտի դնի պետության գոհունակություն։ Սա է մեզ համար կարևոր։ Ունենանք հող, այդ հողի վրա ունենանք նաև եկեղեցի։ Ունենանք եկեղեցի, կարող ենք մտնել այդ եկեղեցի և փառաբանել մեր Տիրոջը։ Իրոք Սերը, շնորհն ու ողորմությունը թող ամենքից հետ լինի, այսօր և միշտ և առօրյաս, ամեն։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։